Խնդիրը բացառապես քաղաքապետարանի դաշտում չի, դուք շատ ճիշտ եք ասում, որ շատ բենզալցակայաններ, այսինքն անհասկանալի է, ինչպես են կառուցվել, ինչպես են վերակառուցվել շատ ժամանակ եւ արդեն բազմաթիվ բենզալցակայաններ վտանգ ներկայացնող մեր կողմից քանդվել է, բայց process-ը շարունակական է ու պետք է այստեղ թացը չորի հետ չխառնենք, մի հատ իրենց մտահոգություններն էլ լսենք, հասկանանք ում ենք թույլ տալիս ու ինչ սկզբունքով, ում որ թույլ չենք տալիս, ինչ ժամկետներում եւ ինչպես պետք է ապամանտուժումները իրականացվի։ Շնորհակալ եմ, հավելեմ ընդհանրապես պարոն Ավագյան, որ բենզալցակայանների հետ կապված, որոնք որ փաստաթղթային որևէ խնդիր ունեցել էին, մինչ այս պահը լիցենզիաների եւ թույլտվությունների հետ կապված քաղաքապետարան դեռևս չի տվել այդ բենզալցակայաններին, բայց այս հավաքից հետո կան որոշակի օրինակ տրամաբանական բարձրաձայնվող հարցեր, օրինակ նախկինում ինչ որ մի բենզալցակայան գրանցվել է եւ նախկինում կադաստրում ծածկը չէր գրանցվում, հիմա գրանցում է եւ այդտեղ է նմանատիպ շեղում է, այսինքն պետական մարմնի, այսպես ասած, քաղաքականության փոփոխության մասով է շեղումը, միտեղ էլ շեղումը այնպեսին է, որ ամբողջ բենզալցակայանը ինքնակամ կառուցված է համայնքային հողի վրա, նույնիսկ հողի վարձակալության հետ կապված որոշակի հարցեր կան, այդ բոլոր ցանկով անցնում ենք եւ մենք նախորդ տարիներին արդեն մոտավորապես 2 տասնյակից ավելի բենզալցակայաններ քանդել ենք քաղաքում, որոնք որ նմանատիպ լուրջ խնդիրներ են ունենալու, վստահաբար էլի այս process-ը իրենց մասով նվազագույնը շարունակվելու է։ Պարոն քաղաքապետ, ես ներողություն եմ խնդրում մի բան էլ ձեր թույլտվությամբ հավելեմ։ Պարոն Ավագյան, նաեւ եթե դուք տնտեսվարողների հետ զրուցեք, վստահ եմ բարեխիղճ մոտեցման դեպքում ձեզ կասեն, որ տարիներ շարունակ իրենք տենց առանձնապես մեծ խնդիր քաղաքապետարանի հետ չեն ունեցել, տրամաբանությունը հանգել է նրան տուրքը վճարված է թե վճարված չի, եւ ըստ էության այս բողոքները, այն որ թույլտվությունները ստանալու այդ խնդիրներ կան, հենց նրա ցուցիչն է, որ մենք ստեղել ենք բարեփոխում իրականացնում եւ բացի նրանից, որ կոպիտ ասած փողը վճարեք աշխատեք, այս տրամաբանությունը էլ չի աշխատում, պետք է լինեն անվտանգային նորմերի համապատասխան արկայությունը հավաստող փաստաթղթեր, թվային տիրույթ ենք մենք այս process-ը տեղափոխել եւ ըստ էության այն սովորական ռեֆորմի իրականացման process-ում ենք, որ երկար ժամանակ անհասկանալի տրամաբանությամբ, բայց կարծրացած ինչ որ process-ը փորձում ենք ինչ որ տրամաբանությամբ բերել։ Շնորհակալություն։